մեր քարոզաշարքը։ Եթե հիշում եք, անցած քարոզը 18-համարը կոնկրետ ների ինքնությանն էր վերաբերվում։ Այսօր մենք կուսումնասիրենք արդեն 19-ից նու 29 հատվածը, բայց կուսումնասիրենք միայն առաջի հատվածը այսօր։ Եկեք բացենք առաջի Հովանու երկրորդ գլուխ 19-ից 29։ Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին, բայց որ հայտնի լինեն, թե նրանք ամենքը մեզանից չեն։ Եվ դուք օծություն ունեք այն սրբիցը և ամեն բան գիտեք։ Չգրեցի ձեզ իբր թե ճշմարտությունը չգիտեք, այլ թե գիտեք նրան, և թե ամեն ստություն այն ճշմարտությունիցը չէ։ Ով է ստախոսը, եթե ոչ նա, որ ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը։ Նա ներն է, որ ուրանում է հորը և որդուն։ Ամեն, ով որ որդուն ուրանում է, հորն էլ չունի։ Նա, որ որդուն դավանում է, հորն էլ ունի։ Արդ այն, որ դուք լսեցիք սկզբից, թող բնակվի ձեզանում, եթե բնակվի ձեզանում այն, որ սկզբից լսեցիք, դուք էլ կբնակվեք որդու և հոր մեջ։ Եվ սա է այն խոստմունքը, որ նա ավետարանեց մեզ, այսինքն հավիտենական կյանքը։ Այս բաները գրեցի ձեզ մոլորեցնողների մասին, և այն օծությունը, որ դուք նրանից ընդունեցիք, բնակվում է ձեզանում, և դուք պետք չունեք, որ մեկը սովորեցնե ձեզ, այլ ինչպես այն օծությունը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է և սուտ չէ, և ինչպես նա սովորեցրեց ձեզ, կացեք նրանում, և հիմա որդյակներ կացեք նրանում, և երբ որ նա կհայտնվի համարձակություն ունենանք և չամաչենք նրանից նրա գալուստի ժամանակումը։ Եթե գիտենք, որ նա արդար է, կիմանանք, թե ամեն, ով որ արդարություն է անում, նրանից է ծնված։ Ես կխնդրեմ Մարկ եղբորը մի տեսանյութ էկրանին տնի։ Եթե պատրաստա տեսնում եք, սա իրական կադր է վերցրած, սա կոչվում է մի միջատ է, որ 1855 թվականին Ալֆրեդ Ուելսի կողմից հայտնաբերվեց մի սնկի տեսակ, որ կոչվում է միակողմանի կորդիցեպս։ Այս սունկը հայտնի է զոմբիացնող հատկությամբ, եթե նմանատիպ ֆիլմեր տեսել եք, զոմբիների մասին ֆիլմեր, սա ճշմարտություն է և իրականություն, սա իրական կադր է վերցրած և գիտականորեն ապացուցված է։ Սա ֆիլմ չէ իմիջիայլոց, սա իրականություն է։ Նրա վարքն ուսումնասիրվել է մանրամասն Ճապոնիայի Քյոտոյի համալսարանի գիտնականների կողմից 2017 թվականին։ Նրանք պարզել են, որ սունկը վերահսկում է իր զոհին ուրիշ օրգանիզմներից վերցրած գեների միջոցով, այսինքն հորիզոնական գենային փոխանցման միջոցով։ Ինչպես է գործում սունկը։ Սունկը հարձակվում է միջատի վրա և ներթափանցում է նրա մարմնի մեջ։ Սկզբում կարծես ոչինչ չի փոխվում, բայց ժամանակի ընթացքում սունկը սկսում է ուտել միջատին ներսից։ Այնուհետև սունկը սկսում է վերահսկել միջատի շարժումները հենց նրա ներսից։ Նա դրդում է միջատին շարժվել այնտեղ, ուր ինքը ցանկանում է։ Եվ այդ ընթացքում սունկը ներսից սկսում է աստիճանաբար ոչնչացնել նրան։ Տեղի է ունենում գենային մանիպուլյացիա, գիտնականները պարզել են, որ սունկը օգտագործում է նախկին զոհերից վերցրած գեներով, և այդ գենային ազդեցությամբ ազդում է նոր զոհի վրա, կառավարելով նրան։ Հետաքրքիր է, բայց սա տեղի է ունենում առանց միջատի գիտակցության, այսինքն միջատը չի հասկանում ինչ է տեղի ունենում, բայց սունկը ներսից ոչնչացնում է նրան։ Միջատը պարզապես ենթարկվում է մի այլ ուժի, որը ներսից ղեկավարում է իրեն։ Ինչպիսի զուգահեռներ եմ ուզում ես տանեմ այսօրվա մեր կարդացածի հետ։ Ինչպես կորդիցեպսի դեպքում սունկը թափանցում է միջատի ներս և թվում է, թե միջատը դեռ կենդանի է, բայց իրականում սնկից է ղեկավարվում։ Այնպես էլ սուտ ուսմունքները և ուսուցիչները, որոնք ներշնչված են նեռի ոգուց,
կարող են թափանցել մարդկանց միտք եւ հոգեվոր գիտություն չունենալու պատճառով այդ մարդիկ ենթարկվում են կառավարման ներսից։ Կորդիցեպսով վարակված միջատը դեռ իր տեսքով նույնն է մնում, թվում է, նայում ես, տեսնում ես, որ այդ նմանատիպ միջատ է։ Այսինքն նայելով հասկանում ես, որ ինքը օրինակ տառական է, բայց իրականում նա արդեն ծառայում է սնկի կամքին, ոչ թե ինքը իրեն։ Նույն կերպ ների ոգուց կառավարվող մարդիկ կարող է լինեն եկեղեցու մեջ, խոսեն որոշ ճշմարտություններ, բայց իրականում այլ ուժերի կողմից կառավարվեն նրանց մտքերն ու կյանքերը։ Ինչպես կորդիցեպս սունկն է օգտագործում սատկած միջատների գենը, այնպես էլ սուտ ուսուցիչները օգտագործում են Աստծո խոսքից կտրված հատվածներ եւ աղավաղված ճշմարտություններ։ Մեկ նպատակով այս ամեն ինչը՝ մարդկանց միտքն ու ընթացքը վերահսկելու համար։ Այսպիսով, ինչպես սունկը վերացնում է միջատի ազատ կամքը, նույնպես էլ սուտ ուսմունքները վերացնում են մարդու հոգևոր սթափությունն ու ճշմարտության ընկալման զգայարանը։ Այսպիսով, որ ով չկա Աստծո կենդանի խոսքի ճշմարտության մեջ, նա կարող է ենթարկվել հոգևոր վարակման, ինչպես այդ միջատը սնկի դեպքում։ Այս ամենի մեջ Աստված ճշմարիտ հավատացյալներին տվել է Սուրբ Հոգու օծումը որպես ներքին առաջնորդություն եւ ճշմարտության կողմնացույց։ Սուրբ Հոգու օծումը միակ պաշտպանությունն է հոգևոր վարակների, այսինքն սուտ ուսուցումների դեմ։ Աստծո օծումը չի բերում զոմբիացման, ինչպես շատ աշխարհիկներ մեզ, չէ, անվանակոչում են դուք զոմբիներ եք, այլ Աստծո օծումը բերում է ազատություն եւ Սուրբ Հոգու առաջնորդություն։ Միակ արդյունավետ պաշտպանությունը ների ոգու դեմ Սուրբ Հոգու ներկայությունն է, Աստծո կենդանի խոսքը եւ ճշմարիտ համայնքի հետ մեր համատեղ կյանքը։ Այսպիսով, մեր թեման այսօր մենք օծված ենք ճշմարտությունը ճանաչելու համար։ Մենք օծված ենք ճշմարտությունը ճանաչելու համար։ Սիրելիներ, Աստված մեզ օծել է, որպեսզի լինենք ճշմարիտ քրիստոնյաներ եւ իր խոսքի միջոցով հավատանք, ճանաչենք եւ դավանենք Հորը եւ Որդուն։ Բայց հարց է առաջանում, ինչպես ճանաչենք։ Արդյոք մենք ապրում ենք ճշմարիտ օծությամբ։ Ինքներս մեզ հարց տանք։ Արդյոք մեր հավատքը ճշմարիտ է եւ ճշմարիտ հիմքի վրա է կառուցված։ Արդյոք մենք կարողանում ենք զանազանել կեղծը ճշմարտից։ Այս հատվածում Աստծո խոսքը մեզ ներկայացնում է ճշմարիտ քրիստոնյայի 3 նկարագիր, որոնք պաշտպանում են նրան խաբեությունից, մոլորությունից եւ ձևականությունից։ Եվ օգնում են զանազանելու եւ ճանաչելու մոլորեցնող այդ սուտ ուսմունքները։ Հովհաննես առաքյալը բացում է, թե ով է ճշմարիտ քրիստոնյան եւ ինչպես է նա տարբերվում կեղծ քրիստոնյաներից։ Խոսքը վերաբերվում է վերջին ժամանակների իրական եւ կեղծ հավատացյալների զանազանմանը, ների ոգու ներգործությանը եւ այն ճանապարհին, որով ճշմարիտ քրիստոնյան մնում է Աստծո խոստման ժառանգորդ։ Այս 3 նկարագրերը օգնում են հավատացյալին ճանաչել, պահել խոսքը եւ հավատարիմ մնալ մինչեւ վերջ։ Այս 3 նկարագրերից այսօր մենք ուսումնասիրենք միայն մեկը, քանի որ շատ ծավալուն է եւ չեմ ուզենա ուղղակի անցնենք վրայով, կուսումնասիրենք միայն առաջին նկարագիրը։ Ճշմարիտ քրիստոնյան պետք է ճանաչի նրանց, ովքեր ճշմարտության մեջ չեն։ Սա առաջին նկարագիրն է։ 19-ից 21 հատված այսօր մենք կտեսնենք։ Նրանք մեր միջից դուրս ելան, բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին։ Բայց պետք է հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն։ Իսկ դուք օծում ունեք սրբից եւ ամեն բան գիտեք, գրեցի ձեզ, ոչ իբրև թե ճշմարտությունը չգիտեք, այլ որովհետև գիտեք այն, նաեւ այն, որ ամեն ստություն ճշմարտությունից չէ։ Նրանք ասում են մեզանից դուրս եկան, բայց մեզանից չէին։ Ովքեր էին սրանք,
ում մասին էր խոսում Հովհաննեսը։ Սրանք մարդիկ էին, ովքեր իբր պատկանում էին եկեղեցուն, բայց իրականում երբեք կենթանի եւ ճշմարիտ հավատքի մեջ չեն եղել։ Երբ նրանք դուրս եկան եկեղեցուց, դա ցույց տվեց նրանց իսկական էությունը, բնույթը։ Մեր եկեղեցու հայրերից Իրենիոս Լիոնացի, Տերտուղանոս, Կիպրանոս, Ավգուստինոս, Ջոն, Կալվին, մի խոսքով այս մեր հայրերը բոլորը ասում էին, որ սրանք գնոստիկների խումբ էին, գնոստիկներն էին, ովքեր ներխուժել էին եկեղեցի եւ սուտ ուսուցումներ էին փորձում տարածել։ Եվ նրանք մերժում էին Քրիստոսի մարդեղությունն ու աստվածությունը։ Ոմանք կարծում են, որ այստեղ Հովհաննեսը նկատի ունի ուշադրություն Կերինթոսին, ինչ որ մի անձ է եղել, Հիմիջայլոց, որ մտը եւ խարխրել է, մասնավորապես անվանակոչում է։ Նա եղել է Հովհաննեսի ասում է ժամանակակիցը եւ Քրիստոսի վերաբերյալ սխալ վարդապետություններ տարածող է եղել։ Այս մարդիկ եղել են եկեղեցու մեջ, մասնակցել են պաշտամունքներին, ներգրաված են եղել խոսքի ուսումնասիրությանը, սակայն հետո սկսել են քարոզել սուտ ուսմունք։ Այդպիսով բաժանվել են ճշմարտությունից։ Հիսուսը այսպես էր ասում նմաններին, Մատթեոս 7-րդ գլխում. ոչ ամեն ոք, որ ինձ Տեր, Տեր է ասում, կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը։ Ավգուստինոսը ասում է, նրանք եկեղեցում էին մարմնապես, բայց ոչ հոգեպես։ Կալվինը շեշտում է, նրանք երբեք չեն էլ եղել Քրիստոսի մարմնի իսկական անդամներ։ Հովհաննեսը չի խոսում միայն մեկ տեղական եկեղեցու մասին, ումը որ ուղված էր, այն ընդհանրական է խոսում, ընդհանուր բոլորին է ուղված այս նամակը։ Այս մարդիկ շրջում էին համայնքներում, իրենց ներկայացնելով որպես քրիստոնյաներ, այսօր էլ մենք ունենք իմիջայլոց նման մարդիկ, բայց իրականում մոլորեցնող էին իրենց սուտ ուսմունքներով։ Նման մարդիկ մենք գիտենք, որ այսօր էլ կան եւ այն մարդիկ, ովքեր եղել են մեր մեջից ու դուրս են եկել, ասում է, նրանք այսօր էլ կան եւ ովքեր են նրանք։ Հիմիջայլոց Եհովայի վկանների առաջնորդ Չարլզ Ռասելը մեծացել է բողոքական եկեղեցում։ Մորմոնների առաջնորդը ծնվել եւ մեծացել է բողոքական եկեղեցում։ Շաբաթապահների առաջնորդը ծնվել եւ մեծացել է բողոքական եկեղեցում եւ ավելին հաճախել եւ սովորել են, բայց այդուհանդերձ դուրս են եկել եկեղեցուց նման օրինակը, ինչպես մեր միջից դուրս եկան, սակայն մեզանից չէին։ Երբ Հովհաննեսը ասում է նրանք դուրս ելան մեզանից, դա միայն ֆիզիկական բաժանում չէր, դա ուսմունքային նաև անջատում էր, որ նրանք անջատվեցին ճշմարտությունից։ Ինչու դուրս եկան։ Հարց է առաջանում, չէ՞։ Որովհետև չկարողացան մոլորեցնել եկեղեցու ճշմարիտ հետևորդներին, ճշմարիտ հավատացյալներին։ Դուրս գալուց հետո նրանք սոված առյուծի պես ման են գալի, թե որին կարողանային գտնել եւ կուլ տալ, ովքեր որ գիտություն չունեն։ Այսօր էլ այդ խնդիրը կա Հիմիջայլոց։ Նրանք ինչու չկարողացան մոլորեցնել։ Քանի որ այդ համայնքը հաստատված էր ճշմարիտ վարդապետական հիմքի վրա, որովհետև սուտ ուսուցում չկարողացավ մուտք գործել նրանց միտք ու սիրտ, քանի որ նրանք ճանաչում էին ճշմարտությունը։ Հովհաննեսը 10-րդ գլխում 27-ից 28-ում ասում է. Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, ուշադրություն։ Ես ճանաչում եմ նրանց եւ նրանք հետևում են ինձ։ Այս մարդկանց չկարողացան մոլորեցնել, քանի որ նրանք ճանաչում են Քրիստոսին, նրանք հետևում են Քրիստոսին, որովհետև նրանք Աստծո ճշմարիտ զավակներն են։ Շատ պարզ է ամեն բան։ Նրանք, ովքեր Աստծունն են, նրանք լսում են Աստծո ձայնը եւ ճանաչվում են իրենից եւ ոչ մեկ եւ ոչինչ նույն Հովհաննեսի ավետարանում ասում է, չի կարող հոր ձեռքից մեզ հափշտակել։ Իսկ ինչու, քանի որ մեզ սովորեցնողն ու առաջնորդողը Սուրբ Հոգին է։ Եվ նրանք, ովքեր ճանաչում են ճշմարտությունը, նրանք ազատ են։ Եվ այդ ճշմարտության խոսքով միայն կարող են հակառակվել սատանային, որ իր հնարքները փորձում է ներմուծել եկեղեցի եւ մարդկանց խաբել։ Այս ամենի մեջ Հովհաննեսը գրում է. Իսկ դուք օծում ունեք սրբից եւ ամեն բան գիտեք։
Հարցը ինչ է նշանակում ունենալ օծում։ Եթե Աստծո խոսքը ասում է ամեն բան գիտենք, ապա ինչ է մեր պատասխանատվությունը այդ գիտելիքի հանդեպ։ Այս գիտելիքը պարզապես տեղեկատվություն չէ, սիրելիներ։ Այն կենդանի Աստծո խոսքն է, որը մեր կյանքում կիրառելով կավելացնենք մեր վստահությունը ու հավատքը առ Աստված։ Դրանից հետո նոր կարող ենք զանազանել սուտն ու ճշմարտությունը։ Միայն այս դեպքում կմնանք հավատարիմ ճշմարտությանը։ Իսկ ովքեր կարող են ճանաչել նրանց, որոնք կեղծ քրիստոնյայի կերպարանքն են կրում։ Պատասխան. միայն նրանք, ովքեր Սուրբ Հոգու օծությունը ունեն։ Ինչ է նշանակում Սուրբ Հոգու օծում։ Ջոն Կալվինը այսպես է գրում. օծումը Սուրբ Հոգին է, որը հավատացյալին տալիս է ներքին վկայություն եւ ճշմարտության գիտություն առանց հատուկ գաղտնի գիտելիքի եւ նրան պահպանում է ճշմարտության մեջ։ Այս օծումը հավատացյալի ներսում գործող Սուրբ Հոգու ներկայությունն է։ Սուրբ Հոգին է, որ բացահայտում է ճշմարտությունը եւ տալիս է զանազանելու կեղծը ճշմարտից։ Ինչպես է Սուրբ Հոգու օծումը պահպանում հավատացյալին մոլորությունից։ Սուրբ Հոգու օծությանը վերաբերվող երկու հիմնական մոտեցում կա։ Առաջին ավետարանական ռեֆորմի մոտեցումը եւ երկրորդ ուշադրություն խարիզմատների ըմբռնումը։ Այսօր թեժ է լինելու, ինձ չքարկոծեք, չխաչեք, ճշմարտությունն է հնչելու այստեղից։ Առաջին ավետարանական ռեֆորմի մոտեցումը։ Օծման վերաբերյալ։ Սուրբ Հոգու օծումը հավատացյալին տալիս է ճշմարտությունը հասկանալու եւ դրան հավատարիմ մնալու զորություն, որը տալիս է ճշմարտության ճանաչում, հավատքի հաստատություն, սուրբ կյանքով ապրելու զորություն։ Շեշտը դրվում է ոչ թե նշանների վրա, այլ Աստծո խոսքի ճշմարտության մեջ հաստատվելու վրա։ Սկզբունք։ Ճշմարիտ քրիստոնյան չի խաբվում այս ամենով, որովհետև Սուրբ Հոգու օծումը նրան օգնում է ճանաչելու Աստծո խոսքը եւ պահում է նրան մոլորությունից։ Երկրորդ մոտեցում եւ սկսվավ թեժ պայքարը։ Խարիզմատների ըմբռնմամբ օծումը Սուրբ Հոգու հատուկ զորություն է, որը դրսևորվում է ծառայության ժամանակ գերբնական կերպով լեզուներ խոսելու, մարգարեանալու, բժշկություններ անելու, հրաշքներ կատարելու միջոցով։ Ըստ խարիզմատների օծումը նաև կապվում է Սուրբ Հոգով մկրտության հետ, որը հաստատվում է թվում է թե լեզուներ խոսելով։ Եթե լեզուներ ես խոսում, ուրեմն Սուրբ Հոգով մկրտված ես։ Սակայն Աստվածաշնչում չկա որևէ համար, որը բառացիորեն ասում է, եթե լեզուներով ես խոսում, ուրեմն մկրտված ես Սուրբ Հոգով։ Առաջի Կորինթացիների 12:29-ից 30 հատված այսպես է ասում. Միթե բոլորն են առաքյալներ, միթե բոլորն են լեզուներով խոսում։ Պողոսն ասում է, ոչ բոլորն են լեզուներով խոսում իմիջայլոց։ Հետևաբար լեզուներով խոսելը չի կարող լինել Սուրբ Հոգու մկրտության պարտադիր նշան։ Եթե այդպես լիներ, հետևաբար բոլորն էլ լեզուներով պիտի խոսեին։ Խարիզմատիկ առաջնորդներ, որոնց վերագրում են Աստծո օծյալ Տիտղոսը, իրենց ասելով իրենք գործում են աստվածաշնչյան կերպարների հոգով, քանի որ Աստված նրանց օծությունը փոխանցել է իրենց, այսինքն օրինակ Դանիելի կամ Դավիթի կամ չգիտեմ Երեմիայի օծությունը իջել է նրանց վրա, Աստված օծել է նրանց այդ հոգով եւ նրանք գործում են այդ օծության միջոցով։ Իբր իրենք գործում են Հիսուսի քահանայական եւ թագավորական օծությամբ, այսինքն որպես մեկը, ով իշխանություն ունի հրճակելու, կարգադրելու, իշխելու եւ տիրելու իրավիճակների ու չար ոգիների վրա։ Սա ինչ չէ, եթե ոչ անձի պաշտամունք։ Ինչպես է տեղի ունենում անձի պաշտամունքը։ Իրենց խոսքն ավելի բարձր են դնում, քան Աստծո խոսքը։ Այդ ամենի հիմքում ընկած է նոր հայտնություններ ենք ստացել գաղափարը, տերմինը։
Շատ չեմ ուզում մանրանամ, սակայն բոլորդ հանդիպել եք, բոլորդ առնչվել եք նմանատիպ իրավիճակների հետ։ Սա խախտում է Սուրբ գրքի լիարժեքության վարդապետությունը։ Հուդա 1:3 այսպես ասում. հավատքը մեկ անգամ ընդմիշտ տրվեց սրբերին։ Սիրելիներ, չկա նոր հայտնություն։ Հավատքը մեկ անգամ է տրվե, մեկ անգամ է հայտնությունը տրվե, մեկ եւ ընդմիշտ։ Չկա ուրիշ հայտնություն նորովի։ Աստվածաշունչը լիարժեք է, կատարել է եւ ամբողջական է։ Կամ մեկ ուրիշ տեղում ասում է Գաղատացիների 1:8-ը, բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանը փոխանցեցինք, նզովյալ լինի։ Չկա ուրիշ։ Եթե մեկը փոխանցի, նզովյալ լինի, ուրեմն ների ոգով գործող մեկն է, որ փորձում է ինչ-որ նոր ուսմունքներ ներմուծել, նոր բաներ ներմուծել, սա ների ոգին է։ Ցավոք շատ մարդիկ նույնիսկ ավետարանը չգիտեն եւ նրանք հեշտությամբ ընկնում են այս ծուղակի մեջ։ Փնտրելով մարգարեություններ, զորություններ, հրաշքներ, նշաններ, նրանք ցավոք սրտի մոլորված են, որովհետեւ Աստծո խոսքը թողած ընկնում են նմանատիպ բաների հետևից, որը որ բացարձակ հիմք չի տալիս։ Մեզ ավելին օգտագործում են բեմականացված հրաշքներ, որը բազմաթիվ անգամներ հերքվել է այդ հրաշքների իրողությունը։ Նրանք մոռանում են Հիսուս Քրիստոսի խոսքերը, որ ասում էր. կեղծ Քրիստոսներ ու մարգարեներ կելնեն եւ նշաններ ու հրաշքներ կանեն։ Կեղծ Քրիստոսներ, Քրիստոսի անունով շատերը կհելնեն ու կփորձեն մոլորեցնել նույնիսկ ընտրյալներին։ Շատերը կփորձեն։ Իմիջիայլոց սա ակտուալ է բոլոր ժամանակներում, թե առաջի դարում, թե հիմա այն գործում է։ Ինչ են անում այդ կեղծ ուսուցիչները։ Օծությանը վերագրելով առաջ են քաշում կեղծ հոգևոր փորձառություններ եւ սովորեցնում են Աստվածաշնչին հակասող ուսմունք եւ յուրացում են ուշադրություն Քրիստոսի լիազորությունները։ Եկեք դրանցից մի քանիսին ծանոթանանք։ Տալիս եմ այդ ուսուցիչների անունները, շատ հայտնի են։ Քենեթ Քոփլենդ, Քենեթ Հեյգին, Քրիս Օյակի անունը դժվար է ասել, Օյակհիլոմե, Ադամ Բոտա, խոսքով։ Շատ են, ցանկը շատ է։ Սովորեցնում են, որ հավատացյալ ուշադրություն կարող է խոսել, իշխել եւ գործել նույն զորությամբ, ինչ Հիսուս։ Դուք ինքներդ կարող եք քննել Աստվածաշնչով, տեսնեք նրանք ճշմարտապես սովորեցնում են Աստծո խոսքից, թե իրենց հայտնություններն են փոխանցում։ Ինքներդ քննեք։ Ես չեմ, որ ձեզ սովորացնելու եմ, այլ Աստծո խոսքը։ Նրանք սովորեցնում են հավատացյալին խոսել, իշխել, գործել նույն զորությամբ, ինչ Հիսուս։ Կատարյալ սուտ։ Կատարյալ սուտ։ 100% սուտ։ Չի կարող այդպես բան լինել, ըստ Աստծո խոսքի։ Ավելին նրանք ասում են նույնիսկ որպես փոքր աստվածներ ենք մենք գործում։ Նույնիսկ փոքր աստվածներ ենք մենք գործում, վերցնելով երևի այն հատվածը, որ ասում է չասացի ձեզ աստվածներ եք։ Նրանք սովորեցնում են, որ իրենք ունեն Քրիստոսի քահանայական, թագավորական եւ մարգարեական լիազորությունները։ Այս ամենը սիրելիներ հակասում է Սուրբ գրքի Եսայայի 42:8 համարին։ Ասում է ես եմ Տերը, սա է իմ անունը եւ իմ փառքը ուրիշի չեմ տա։ Ինչպես եք դուք փորձում որպես աստվածիկներ գործել։ Դա ների ոգին է, սիրելիներ։ Չեմ վախենում նման արտահայտվեմ։ Հռոմեացիների 12:3 ասում է յուրաքանչյուրը իր մասին թող չմտածի ավելին, քան պետք է մտածել։ Ինչի տեղ եք ձեզ դնում։ Ինքնակոչ մարգարեներ Եղիայի հոգով։ Ուսուցիչներ Ուիլյամ Բրանհամ, Թիբի Ջոշուա։ Իմիջիայլոց այս անձնավորությունը Թիբի Ջոշուան, չգիտեմ շատերիդ երևի հայտնի է, BBC-ին փաստարագրական ֆիլմ է նկարահել նրա կեղծ հրաշքների վերաբերյալ։ Ովքեր ուզում են իմանան եւ չեն հավատում, կարող եմ ասել ոնց մտնեն նայեն եւ կտեսնեն։ 1-2 ժամանոց ֆիլմ է, իր առաքյալներն են ասում, իր աշակերտներն են վկայում դրա մասին, մի խոսքով։ Նրանք սովորեցնում են իրենք վերջին ժամանակների Եղիան են մարգարեական գերիշխանությամբ։ Սա նույնպես հակասում է Եբրայեցիների առաջի գլխի 1-2 հատվածին։ Ասում է Աստված այս վերջին օրերին խոսեց մեզ իր որդու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դուք ինչ եք ասում, մենք Եղիայի մարգարեներն ենք, չգիտեմ ինչ մարգարեական հոգով։ Աստված վերջին ժամանակներում միայն խոսեց իր որդու միջոցով։
Դուք ստախոսներ եք, ստախոս, ընդամենը։ Մի հատ թեժ հատված կա էլի, բարգավաճման ավետարան։ Գլխավոր քարոզիչներ նույն այս ցանկն է, չեմ ուզում ավելացնեմ անուններ, կան կին քարոզիչ նաև Ջոյս Մայեր, Ջոել Օսթին, Բենի Հին, Քրիս նորից այդ նույն մարդը, Ջոզեֆ Սմիթ, մի խոսքով շատ են։ Իրենք իրենց համարում են Աստծո օծյալներ եւ այդպես հոգեվոր մանիպուլյացիայի են ենթարկում գիտություն չունեցող անկեղծ հավատացյալներին։ Իմջայլոց նման եկեղեցիներում, համայնքներում, եթե խոսքը գնում է, որ մարդիկ լսում են, շատերը անկեղծ հավատավորներ են։ Շատերը անկեղծ հավատավորներ են, ցավոք սրտի գիտություն չունեն եւ ընկնում են նման հոսանքի տակ։ Բայց իրականում նրանք կարող են ճշմարտապես վերստին ծնված լինել, բայց ցավոք սրտի ընկնում են մոլորության մեջ, քանի որ Աստծո խոսքը չեն դնում առաջին տեղում, այլ դնում են նմանատիպ մարդկանց ուսուցումները, նմանատիպ մարդկանց մարգարեություններն ու հրաշքները առաջին տեղում, հետեւաբար սատանում է մոլորության։ Նրանք վախի միջոցով կառավարում են գիտություն չունեցող հավատացյալներին։ Այսինքն, եթե չես ենթարկվում ինձ, չես ենթարկվում խոսքին, իբր դու Աստծուն ես հակառակվում։ Եվ այդպես հեշտությամբ սկսում են կառավարել մարդկանց։ Ինչ են նրանք սովորեցնում։ Հավատքով հռչակիր եւ կունենաս։ Քո խոսքը կարող է ստեղծել իրականություն։ Ուշադրություն, պատկերացնեք ինչի մասն է խոսքը։ Քո խոսքը կարող է ստեղծել իրականություն։ Հռչակիր եւ կունենաս։ Հռչակեք, դուք միլիարդատերեր եք, կունենաք։ Չգիտեմ։ Փորձեք այսօրվանից հռչակել։ Դուր եւ կստանաս նվիրատվությունը համարվում է սերմ, որից բարգավաճություն է ծաղկում։ Աստված ցանկանում է, ասում են, որ դու լինես հարուստ եւ առողջ։ Ինչպես են կարողանում ազդել մարդկանց վրա։ Էմոցիոնալ քարոզների եւ զգացմունքային մթնոլորտի հիմքում մարդկանց կամքի վրա հոգեբանորեն ճնշում են գործադրում։ Օրինակի համար օրինակ բերենք, ասում են, այստեղ կան մի քանի մարդիկ, ովքեր ուզում են X գումար զոհաբերել համայնքին կամ եկեղեցուն, եւ մարդիկ ինքնակամ սկսում են գումարներ զոհաբերել։ Նրանք փոխարենը խոստանում են նրանց օրհնություն, բժշկություն, հաղթանակ, եւ մարդիկ արդյունքը չեն տեսնում, այդ քարոզիչները սկսում են մեղադրել նրանց եւ ինչպես են մեղադրում։ Ապրես, քո հավատքը չհերիք ես, շարժվում են այդ խեղճ մարդու վրա, էլի։ Սիրելիներ, այս ամենը հակասում է ավետարանին։ Ավետարանը Քրիստոսակենտրոն է, ոչ թե մարդակենտրոն։ Մարկոս 8:34-35։ Քրիստոնյան կոչված է նաև նեղություններ կրելու, 2 Տիմոթեոս 3:12-ի մեջ։ Քանի որ նեղությունն է ձևավորում համբերություն, համբերությունը փորձառություն, իսկ փորձառությունն էլ հույս, Հռոմեացիների 5:3-4։ Հիսուսն ու առաքյալները աղքատ էին, չէ՞, հիշում եք, Հիսուս ասում էր, մարդու որդին գլուխը դնելու տեղ չունի, աղվեսները ո՞ր չունեն, թռչունները բույն։ Աստծո պարգևը չի վաճառվում։ Չես կարող գնել Աստծո պարգևը, ինչպես հիշում եք Գործք առաքելոցի մեջ այն Սիմոն Մոգը, որ եկավ ու գումար էր առաջարկում առաքյալներին, որպեսզի Աստծո պարգև այդ սուրբ հոգու պարգևը ստանար։ Դու չես կարող գնել։ Դու չես կարող մեծ զոհաբերություն անել, որպեսզի ունենաս այդ օրհնությունը եւ այդ զորությունը։ Ճշմարիտ ավետարանը Քրիստոսակենտրոն է եւ տանում է ապաշխարության եւ սովորեցնում է խաչակրության ճանապարհը։ Մատթեոս ավետարան 6:33 ասում է. «Առաջ Աստծո արքայությունը որոնեցեք, փնտրեցեք եւ ամեն բան ձեզ ավելիով կտրվի»։ 2 Կորինթացիների 8-ին ասում է. «Քրիստոս աղքատացավ, որ մենք հոգեպես հարստանանք»։ Ինչպես եք խոսում բարգավաճման ավետարան։ Ինչպես եք խոսում հարստության մասին, եթե Քրիստոսը աղքատացավ մեր փոխարեն, որ մենք ոչ թե ֆիզիկապես գումարով հարստանանք, այլ հոգևորապես Աստծո խոսքով հարստանանք եւ ունենանք այդ զորությունը մարդկանց ճշմարտությունը փոխանցելու։ 4. Օծման փոխանցում ֆիզիկական հպումով, սա էլ է շատ ուժեղ իմիջայլոց։
նորից ուսուցիչներ Բենի Հին, այդ Ջոշուա, Բիլ Ջոնսոն, Թոդ Ուայթ սովորեցնում են, որ օծումը կարող է փոխանցվել ձեռքի հպումով կամ այլ ֆիզիկական մեթոդներով։ Այսինքն հպվելու չէ, որ կպտում են, ընկնում են մարդիկ, ականատես եղել եք նման չեմ ուզում ասեմ լավ։ Սա նույնպես հակասում է Աստծո խոսքին, հենց 27 համարում առաջի Հովանու թղթի երկրորդ գլխի։ Ձեր մեջ ասում է բնակվող օծումը սովորեցնում է ամեն բան։ Ինչպես եք դուք հպվում, որ մարդիկ ունենան այդ օծումը։ Շատ պարզ Աստծո խոսքը ասում է, ձեր մեջ բնակվող օծումը սովորեցնում է ձեզ ամեն բան։ Այս սովորեցնողը օծումը դա հենց Սուրբ Հոգին է, որ մեր մեջ բնակվում է, սիրելիներ։ Այս բոլոր առաջնորդների ուսուցումների մեջ հանդիպում ենք հետևյալ ֆիզիկական կիրառումներ, ինչպես մենք նոր ասացինք, փչում են մարդկանց վրա ուշադրություն, հպվում են մարդկանց եւ մարդիկ պետք են կնեն գետնին։ Եթե չընկար, ուրեմն դու այդ օծությունը չես վերցրել, դու չես ստացել այդ օծումը։ Նրանցից շատերը տարօրինակ շարժումներ եւ ձայներ են հանում, իբր Սուրբ Հոգու ազդեցությունն է լինում։ Ծիծաղում են, գոռում են, ճվում են, հելնում են բեմերի վրա, անգնում են գետնին։ Սուրբ Հոգու օծումն են համարում սա։ Շատ հավատացյալներ այսպիսով ընկնում են մոլորության մեջ, չուսումնասիրելով Աստծո խոսքը։ Բացարձակ կապ չունի Աստծո խոսքի հետ նրանց կատարած գործողությունները, բացարձակ հակասում է Աստծո խոսքի ճշմարտությանը։ Ինչպես Տիմոթեոսին ուղված նամակում Պողոսը այսպես է ասում, բայց Հոգին բացահայտ ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք թողեն հավատը խաբեբա հոգիներին եւ դևերի վարդապետություններին հետևելով։ Սա դիվային վարդապետությունն է։ Սա դևերի վարդապետությունն է, որ տարածում են նման համայնքներում, փորձելով մարդկանց հետ պահել, հեռու պահել ճշմարտությունը իրապես ճանաչելուց։ Սա սիրելիներ Սուրբ Հոգին չէ, այլ մոլորեցնող ոգի, որի միջոցով էլ ղեկավարվում են այդ գիտություն չունեցող ցավոք սրտի եմ ասում մարդիկ։ Ինչպես այն միջատներ կառավարվում, չէ, այն սնկի միջոցով կերած էր, սաղ կեսը, մարմնի կեսը չկար, բայց կառավարվում էր, նա ղեկավարվում էր այդ սնկի միջոցով։ Նույնպես նմանատիպ մարդիկ ընկնում են այդ մոլորության մեջ կառավարվելով ների ոգուց։ Ինչն էր վերջապես սխալ այս ամենի մեջ, այս սուտ ուսուցիչների այս մոտեցումները, որ մենք տեսնում ենք օծման վերաբերյալ։ Բոլոր այդ ինքնակոչ օծյալները վերագրում են Աստծուն այդ ամենը։ Ինչը նա ոչ ասել է, ոչ էլ արել է, ոչ էլ անում է։ Սա սրբապղծություն է եւ Սուրբ Հոգու դեմ հայհոյություն։ Ինչպես Տիմոթեոսի թղթում է գրում, երկրորդ Տիմոթեոս 3:5, նրանք Աստված պաշտության կերպարանքը ունեն, բայց ուրանում են նրա զորությունը, ասում են նմաններից հեռու մնա։ Սրանց նմանների նպատակը երբեք մարդու հավիտենական կյանքը չի եղել, այլ իրենց դիրքը, իրենց փառքը եւ իրենց ազդեցությունը։ Հետևաբար մենք պետք է հստակ արձանագրենք, որ նա, ով ուզում է ունենալ բժշկություն, օրհնություն կամ առաջնորդություն, նախ պետք է ճանաչի ճշմարտությունը։ Հովանու 8:32, չէ, ասում է ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Ինչից ազատ կանի, այն նման մոլորեցնողներից, այն նման սուտ ուսուցումներ տարածողներից։ Աստված ինքն է որոշում, սիրելիներ, մեզ ինչ է պետք, ինչքան է պետք, ինչքան է հարկավոր, ինչ է պետք առողջանալու համար, ինքը գիտի մեզ տալիս է հիվանդություն, որովհետև մենք պիտի անցնենք այդ ճանապարհով։ Աստված ամեն բան տնօրինում է եւ գիտի։ Սա չի նշանակում, որ մենք չպիտի աղոթենք մեր հիվանդության, մեր խնդրի, մեր հոգսերի համար։ Մենք պիտի աղոթենք, բայց մենք չպիտի հրամայենք Աստծուն, որ դու այսպես արա, ես հռչակում եմ այսպես։ Չկա այսպիսի բան, քավլիցի։ Սա հակառակ է Աստծո խոսքին։ Մենք պիտի նախ հռչակենք երկնքի արքայությունը։ Երկնքի արքայությունը գա։ Աստված գիտի ամեն բան, Աստված գիտի մեր կարիքը, Աստված գիտի քո հոգսը, քո գումարի խնդիրը, Աստված ամեն բան գիտի։ Դու աղոթիր, հանձնիր Աստծուն, Աստված գիտի ճիշտ ժամանակին պատասխանել, որ մենք այստեղից բազմաթիվ անգամներ լսել ենք աղոթքի պատասխաններ, թե ինչպես է Աստված իր ժամանակին պատասխանում աղոթքներին։ Եվ եթե չի պատասխանում, նշանակում է այդպես է պետք, դա նույնպես աղոթքի պատասխան է։
Եթե ուզում ենք ունենալ այդ օծումը, մենք առաջինը պիտի ուրանանք սիրելիներ մեր անձերը։ Մատթեոս 16:24 ասում է. Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, իր խաչը վերցնի եւ իմ հետևից գա։ Սիրելիներ, այսպիսով մենք տեսանք այսօր առաջին նկարագիրը, ով պետք է ճանաչեր նրանց, ովքեր ճշմարտության մեջ չեն։ Եվ այսպիսով, եւ եկեք մեզ հարց տանք անկեղծորեն։ Գործում է արդյոք Սուրբ Հոգին մեր մեջ որպես ճշմարտության ուսուցիչ։ Արդյոք ունեմ հոգևոր զգոնություն ճանաչելու մոլորեցնող ուսուցիչներին եւ կեղծ քրիստոնյաներին։ Աղոթենք Աստծուն, որ բացի մեր սրտի ականջները, որպեսզի լսենք Սուրբ Հոգու ձայնը, որպեսզի փափագենք Աստծո խոսքը, կարդալուն, ուսումնասիրելուն, հետևելուն, քանի որ Սուրբ Հոգին գործում է իր խոսքի միջոցով սովորեցնելով մեզ հակառակվելու սատանային եւ նրա բերած բոլոր այդ մոլորեցնող ուսուցիչներին, որ միտեղ էլ հանդիպենք նմանատիպ ուսուցանողների սովորեցնողների, մենք կարողանանք Աստծո խոսքով հակառակվել նրանց եւ հանդիմանել եւ ասել դուք սատանայի գործն եք անում։ Դուք ճշմարտությունը չեք կարողում։ Հետևաբար արթուն լինենք, Աստծո խոսքը միշտ փափագենք սովորելու եւ ծարավ լինենք Աստծո խոսքին, որովհետեւ նա է մեզ սովորեցնողը, նա է մեզ օծողը, որ մենք ճանաչենք հենց իրեն։ Եկեք աղոթենք, Աստծուն փառք տանք իր խոսքի, իր ճշմարտության, իր գիտության համար, որ մեզ տվել է իշխանություն, տվել է մեզ զորություն, որպեսզի մենք ճանաչենք այդ ճշմարտությունը։ Ինչպես այն կորդիցեպսով սունկը վարակված այդ միջատը չէր իմանում, չէր հասկանում ինչ աներ, մենք էլ կարողանանք այն մարդիկ, ովքեր մոլորված են, ասենք, որ դուք ղեկավարվում եւ կառավարվում եք ոչ աստվածաշնչյան հիմքի ուսուցման վրա։ Դուք կառավարվում եք սատանայի ցանկությամբ եւ կամքով։ Եկեք աղոթենք եւ Աստծուն փառք տանք, որպեսզի մենք նորից ու նորից սիրահարվենք իր խոսքին, սիրահարվենք այն ճշմարտություններին եւ Սուրբ Հոգին, որ մեզ օծել է, մնանք դրա մեջ, մնանք այդ օծման մեջ, շարժվենք եւ մարդկանց նույնպես սովորացնենք եւ տանք այդ ճշմարտությունները։ Սիրելի Հայր, սիրելի Աստված, մեր Տերը, մեր Արարիչը, մենք օրհնում եւ փառք ենք տալիս քեզ քո շնորհքի եւ ողորմության համար, Տեր։ Միայն դու ես, որ մեզ կարող ես սովորեցնել ճշմարտությունը, Տեր։ Մենք ուզում ենք կարճած լինել քո խոսքից, ոչ թե մարդկային գիտությունից։ Մենք ուզում ենք կարճած լինել քո օծությունից, Տեր, քո Սուրբ Հոգուց, ոչ թե այն հրաշքներից, զորություններից, Տեր, որովհետև միայն դու գիտես ամեն բան, թե ինչ է հարկավոր մեզ, Տեր։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգուտ օծման համար, այն խոսքի համար, Տեր, որ դու բնակվում ես այո քո խոսքի մեջ եւ այդ խոսքը կարդալով ուսումնասիրելով մենք նույնպես ունենում ենք այդ օծումը եւ մենք ամեն բան իմանում ենք ինչը որ դու ուզում ես մեզ սովորեցնել եւ ցույց տալ, Տեր։ Հայր, շնորհակալ եմ քո խոսքի ճշմարտության համար, Տեր։ Օրհնիր այստեղ ամեն մեկին, քո ժողովրդին, Տեր։ Յուրաքանչյուրին սովորեցրու, որ նրանք ունեն այդ Սուրբ Հոգու օծումը, այդ գիտությունը ունեն հակառակվելու սատանային եւ նրա բերած այդ սուտ ուսուցումներին։ Աղաչում եմ քեզ, Տեր իմ Աստված, նաեւ այն մարդկանց համար, ովքեր դեռ չունեն այդ օծումը, չեն ճանաչում ճշմարտապես քո Սուրբ Հոգու օծումը, ամեն մեկի սրտում, Տեր իմ Աստված, բորբոքիր այդ սիրո կրակը, որպեսզի նրանք իրականում ճշմարտապես փափագեն եւ սիրեն քո խոսքը, կերակրելով իրենց անձերը, իրենց հոգիները, իրենց միտքը, իրենց սիրտը, Տեր, որպեսզի ինչքան էլ փորձեն խափեն այդ հրաշքներով, նշաններով, մենք իմանանք, որ մենք կանգնած ենք այդ ամուր ճշմարիտ ուսմունքի վրա, այդ ժայռի վրա, որը որ հենց քո խոսքն է, Տեր։ Օրհնիր ժողովուրդդ, օրհնիր մեզ, որպեսզի այն ինչ որ մենք լսեցինք, գնանք եւ ապրենք եւ կիրառենք մեր կյանքերում, Տեր, որպեսզի չընկնենք այդ մոլորությունների մեջ, Տեր, որպեսզի չկառավարվենք ինչ որ երևույթներով, Տեր, որը որ գոյություն չունի, այլ կառավարվենք Սուրբ Հոգու առաջնորդությամբ, շարժվենք, գործենք եւ քո Սուրբ անունը փառավորենք ամեն իրավիճակների մեջ։